29875 այսքան է հիմա նշվում են անընդհատ թվերը, այդ հողատարածքը կարելի է պահել, գիտեք, ավելի պինդ, ավելի ամուր, ավելի խնամված, լավ վերաբերվենք այդ հողին, այդ տանը, այդ հողու ջրին եւ մեր ուժեղ լինելը կվախեցնի թշնամիները ընդհանրապես ելք ու մուտք անեն։ Մենք մեր թուլությունից, մեր վախկոտությունից է նույնիսկ անընդհատ գնում ինտերնետային հարթակներում հարձակումների Ադրբեջանի վրա, Թուրքիայի վրա, դրոշի վառման մակարդակով, քֆուր քյաֆարների մակարդակով, իմ էջում օրինակ հայերել կա մտնում են, չէ, քֆուր են գրում։ Այս վերջում ես ինչից եմ խոսում, մտնում ինձ քֆուր են գրում։ Հա, Հեյդար Ալիևը որ ասել է Ղարաբաղը մենք նավսեգդա հավերժ կորցրել ենք, էլ Ղարաբաղ չկա, արա մեր հայերից էլ են ինձ քֆուր գրում, թուրքերը մեկ էլ մեր հայերից, այդ ապուշ հայերն էլ այնքան բան են, չեն ուզում հլը տենան, արա, ես եթե մենք էլ ենք քֆուր տալիս թուրքերն էլ, կարա Գևորգը մեր օգտին բան ասում, ֆայմ նետու, չեն հասկանում, որ իմ յուրաքանչյուր խոսքի մեջ պետականամետ խոսք է, կտանեն կապեն իշխանության հետ, արա իշխանությունը պրիչոմ, նայեք վաղը իշխանություն փոխվի, եթե նույն տարածքների ապաշրջափակ բան ճանապարհների բացման, սահմանների բացման թեմա ալնի, եթե տենց է պահանջը, որ իմ պետության տարածքում գտնվող սարի նկարը ձեր խորհրդանիշից հանեք սահմանի վրա, պետք է գնան դրան, չեք հավատում, արա դինա Սերժ Սարգսյանը ֆուտբոլի ժամանակ Արարատ սարը հանեց բանը շապիկներից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ ինքը գնաց սուսփուս Ստամբուլ ընդ ասին, որ Ղարաբաղ տենց բան չկա, դա պետք է Ադրբեջանի տարածք, եկավ այրապորտում հենց իջավ ասեց, որ մենք չենք քննարկում Արցախի անկախության հարցը, մենք քննարկում ենք արցախցիների արցախցիների անվտանգության հարցը, հասկացաք, անվտանգությունը հիմա եթե մենք մնայինք Ղարաբաղ, էլի կարար ապահովել։ Շատ երկարցերի կներեք, բայց մի բան էլ պետք է ասեմ, մեր Ղարաբաղի ժողովրդի ակնկալիքների մասով, որ այն ժամանակ էլ, օրինակ մի անգամ ես ակցիա եմ արել, ճիշտ է, Տատիկ Պապիկի արձանի մոտ, իմ ընտանիքի կազմով, սոս ցուցապաստառներով, որ աշխարհին ես ցույց տամ, որ հետո չասեք, մենք չգիտեինք, ես ուղղակի դա փաստ էի ուզում արձանագրեի, փաստ էի ուզում ունենայի մեր վաղվա օրվա համար, վաղը որ մեր ուժեղ յուրիստները, իրավաբանները, փաստաբանները հասնեն Եվրոդատարան, բան իմ տեսանյութը ավտոմատ կերպով կարան իրանք որպես փաստ, պատմավավերագրական փաստ օգտագործեն, ընդ ասեն, էսա տեսեք Արցախցին, ընդ ձեզ կոչ էր անում, որ օգնեք մեզ շրջափակման են ենթարկել, ուզում են էթնիկ զտման ենթարկել, բան, այդ ամեն ինչի ես արել եմ զուտ փաստի համար, բայց ես երբևիցե հույս չեմ դրել, որ միջազգային հանրությունը գալու է ինձ փրկի ընդ, հասկացաք, ես ինչի եմ ձեզ ուզում ասեմ, ես խի եմ ասում այսքանը, կտրվել եք իրականությունից, սիրելի հայրենակիցներ, ձեր համաքաղաքացիների, ձեր ուժեղ հայրենակիցների վրա հույս չեք դրել եք, թե միջազգային հանրությունը գանը փրկի, միջազգային հանրությունը պետք է դատապարտի Շուշի, Հադրութի գրավումը, էլ չգիտեիք, որ մոտակա ժամանակները ամբողջովին Արցախ կգրավեն, երբ նույն համաշխարհային գերտերությունների հետ, նույն միջազգային հանրությունների աչքի առաջ, ու ոչ մեկ ոչ մի բան չի անելու, չի խառնվելու։ Դուք հույսները դրեցիք ուրիշի վրա, այնինչ պետք է հույսը դնի միշտ Աստծո վրա, Աստված տալիս է իմաստություն։ Ես չգիտեմ ում մոտ Աստվածով է, մեկի մոտ Պուտինն է, մեկի մոտ Քոչարյանն է, մեկի մոտ իր, չգիտեմ, ընկերն է, ով է, իր գյուղապետն է, տարբեր մարդկանց մոտ տարբեր աստվածներ գոյություն ունի, բայց Աստվածը դա իմ համար օրինակ իմ ներսն է, իմ խիղճն է, եկեղեցին իմ ներսն է, եւ ես հաղորդակցվելով ժողովրդի հետ համացանցում անկեղծորեն եթերը սկսելուց առաջ ես ասում եմ, եթե սխալ խոսեմ, թող անկեղծ լինի այդ ամեն ինչը։ Անկեղծ եմ խոսում ժողովրդի հետ։ Բայց ինչ ասեմ, մեր ժողովուրդը հույսը դրեց ուրիշների վրա, հույսը չդրեց ինքը իր վրա, իր ժողովրդի ուժեղ հատվածի վրա էլ դրեց ռուսամոլների, ռուսամետների, պլանքաշների, չգիտեմ, ընդ տարբեր կատեգորիի մարդիկ կային, հա այդ մարդկանց վրա հույսը դրեց ու գնաց կործանվեց։ Պետք չէ այդ ձև, մեկ էլ մի բան, այդ որ մտածում էիք, որ պետք է մեր պատճառով
Եվրոպան, միջազգային հանրությունը պատժեր Ադրբեջանին, ինչի պետքա պատժեր, եթե նույն արարքը մենք ենք գործել 90-ականների։ Մենք ենք ուժեղ, մենք ենք արել։ Ադրբեջանցիները ինչպես ինքնահադրութն Շուշին գրավել այն ժամանակ, էլի իմ ամբողջ Ղարաբաղն է, 5 ռայոնն է գրավել։ Մենք 7-ն էին գրավել, ճիշտ է, բայց 7 ռայոնի ժողովուրդը ժողովուրդ չէին, մարդիկ չէին, որ էթնիկ զտման էին ենթարկվում, որ խուճապահար փախնում էին, որ իրանք էլ են անտուն մնացել։ Եթե 35 տարի Եվրոպան քո ձեռից չի խլել Աղդամը, Ջաբրայելը, Ֆիզուլին տվել Ադրբեջանին, ինչու պետքա Շուշին ու Հադրութը Թուրքի ձեռից խլի քեզ տա։ Այ էս էր պետք դուք հասկանայիք, որ քո հարցը դու պիտի լուծես։ Ոչ մեկ չի գալու քո գործը լուծի, քո հարցը լուծի, քո գործը անի քո փոխարեն։ Այ էս էր մեզ հարկավոր հասկանայինք։ Ես դրա համար այն ժամանակ կոկորտս պատրում, որ իրատեսության դաշտ գաք, հերիքա մտածեք Մինսկի գրուպը, էսա հիմա տանջվում են, տառապում են Մինսկի գրուպը լուծարվելու է, բան, ես իշխանություններ, արա բա լուծարվում է իբր միջև հիմա, որ լուծարված չէր, ձեր հարցերը լուծում էր։ Էսա մի ուրիշ էլ գրուպ է ստեղծվելու, Պեկին գրուպ է ստեղծվելու օրինակ, եւ Պեկինը սկսելու են քննարկել Արցախայցյան վերադարձի հարցը։ Այն վաղ ասես, վայ Մինսկ թաղեմ քեզ, ես խիչ ես շուտվանից մեռել, Պեկին ապրես դու, ես ինչ լավ է իմ մասին սկսել ես հիշել։ Օրինակ էլի Պեկին չի կարող օրինակ Նյու Յորքում այդ ամեն ինչ բացվի, կարող է Լոնդոնում բացվի, կարող է Բրյուսելում բացվի։ Ես չգիտեմ, այսինքն աշխարհի մի գերտերության կենտրոնում կարող է բացվի էլի մի խումբ, սկսեն քննարկել Արցախայցյան հետ վերադարձի հարցը եւ այդ տարածքի 4400 քառակուսի կիլոմետրի պատմությունը, ճակատագիրը։ Հասկացաք, արեք մի վռազեք ամեն ինչում, էլի դուք պահանջատեր եղեք, էլի դուք ուշադիր եղեք եւ ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցելու։ Պետք է ժամանակը, շանսը ճիշտ օգտագործել իր պահին, իր րոպեին, ոչ ուշնա ճիշտ, ոչ շուտնա ճիշտ։ Պետք է հասնի ամեն ինչը։ Լուրջ եմ ասում, ամեն ինչը ունի իր ժամանակը։ Ամեն ինչը ունի իր ընթացքը, սկիզբը, ընթացքը, հասունացումը։ Եվ մենք մի քիչ խառնել ենք ժամանակները իրար, մեր պահանջները չի համընկնում իրականության հետ, մեր պահանջները ճիշտ տեղի վրա չի ուղղված, շատ բաներ Հայաստանին են մեղադրում, Հայաստանը պարտվեց, Հայաստանը զիջեց, Հայաստանը չի է զիջում, Հայաստանին պարտադրում են, որ զիջի։ Ադրբեջանի նավթը հետաքրքիր է Անգլիային, քո կյանքը հետաքրքիր չէ Անգլիային։ Մեկ ասես, բա ոնց, մարդկային կյանքերը ավելի կարևոր չի։ Այդ ձեր ցավը տանեմ, Պաղեստին ենքան կոտորեցին ցեղասպանության, ոչ վաղ անցյալում եզդիների, մեր եղբայր եզդիներին կոտորեցին Իրաքում, Աֆրիկայում այդքան ցեղերասովա մահալնում։ Դուք մտածել եք ընդ ձեր մասին եմ մտածում։ Այ եթե այդ մեկ բանը ընկալեք, հասկանաք, որ մեր պետության, մեր ազգի մասին մեզանից բացի ուրիշները չեն մտածելու, լավ է լինելու, բայց եթե դու մտածում ես քո պետության մասին ու քո պետության փրկությունը կապում ես էլի արտաքին աշխարհի հետ, գերտերություն ավելի շուտ քեզ պահելու համար գերտերությունները պետք է դու իրանց խաղերով էլ գնաս ճիշտ խաղաս բան, բայց թե ասես ինչ որ գերտերություն գալու է քո տեղ պատերազմի քեզ փրկի սուտ է։ Եթե դու քեզանից այո մեծ բան ներկայացնես, իր համընկնի մարդ ես էլի։ Ինչ ասեմ, հուսով եմ հասկանալի ձևով եւ ընկալելի ձևով ասեցի, որ Արարատ սարը, օրինակ, եթե մտածում եք, որ Նիկոլը տվել է, Նիկոլը չի տվել, դա Թուրքիայի տարածքում է, ներկայիս Թուրքիայի ճանաչված պետության տարածքում է։ Վաղը մյուս օրը նորից եմ ասում, շանսեր կբացվի, հետ կտան մեզ Արարատը ավելի լավ, բայց հետաքրքիր է հետ վերադարձի պահով ինչպես եք վարվելու Արարատի հետ, ինչ ենք անելու, ոնց ենք անելու Արևմտյան Հայաստանի հետ, էլի այս նույն ձև ենք վարվելու, էլի իրար կոկորտ կրծելով, արուն խմելով, վերջի վերջում մեծ տարածքների վրա չի, նորից եմ կրկնում, ուժեղ լինելը, մեծ տարածքների վրա չի սերը, ջերմությունը պահպանելը, հայրենասիրությունը ունենալը, առաջի հերթին քո հայրենակցի նկատմամբ պետք է լինի քո սերը, լսեցիր կարծիքս, նայեցիր եթերս, չես կիսում, գրի քո կարծիքը, որ մասով չես կիսում կամ ընդհանրապես չես կիսում, բայց եթե դու հայհոյում ես ինձ, անիծում ես, դու вообще շանս չունես ոչ քո պետությունը մեծացնելու, ոչ էլ եղածը պահելու, դու թույլ մարդ ես, թույլ հոգեբանությամբ, սեռա, շեղված, չգիտեմ, ստոր ազնվորություն, որտեղ կարծիք լսելու դեպքում
հակառակ կարծիք կարող ծնվի կամ համակարծիք կարող ծնվի, համակարծիքություն ծնվի քո մեջ։ Իսկ հայհոյանքը, բանը անեցքը դա արդեն մի քիչ ուղեղի խնդրի թեմա է աստե գնում։ Բոլորիդ լավ օր, բարի առավոտ, ավելի շուտ նորա լույսը բացվում, ես էլ թեման բացեցի, զրուցեցինք, մի քիչ էր ուղեղս էլ քնածա, որ զարթնի, հետո էլի կխոսանք։ Այս թեմանների շուրջ ես պատրաստ եմ նույնիսկ adekvat մարդկանց հետ ու եթերով զրուցել։ Նես չի որ մենախոսությունն է իմ մոտ եւ պարտադիր պետք է մենախոսություն լինի, ես դեմ եմ մարդկանց հետ շփվելու, մարդկանց կարծիք լսելու։ Պատրաստ եմ adekvat բանից տեղյակ մարդկանց հետ եւս շփվել։ Բոլորիդ լավ օր, ժողովուրդ, հաջողություն, Աստված հայ ազգիս հետ, հայ ժողովրդի հետ, Հայաստանի Հանրապետությանը պահապան։ Ինչ լնումա թող Աստծո կամքը լինի։